հայ ժողովուրդը մի հատ sense խոսք ունի, ասում է էշը դու ես, փալանը ուզում ես մեր վրա դնես։ Մարդը ցույց է տալի, իր օրինակով ցույց է տալի, ինչքան պետք է ուտել, որ Հայաստանի տնտեսությանը աջակցել։ Ասել է նաև, որ ընտրությունները չեմ կեղծի։ Ինձ թվում է իր մոտ 1-1 կապ է հաստատվում բանականության հետ։ 1-1։ Ինքը տեղյակա, որ մեջը գազ չկա, գազը գալիս է։ Որն դե եթե փակեն վինտիլը, այդ շենքն ու տրուբեկը դատարկվում են։ Գևորգ Պապոյանը եւ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին էլ կարան էժան գներով ուտեն։ Հա, ավարտվում է, Արցախի պատմությունը ավարտվեց։ Կարա հայ ժողովրդի պատմությունն էլ ավարտվի։ Ինքը սկսում է հասկանալ, որ իր եւ Հայաստանի գոյությունը անհամատեղելի է։ Չէ, միանշանակ Նիկոլե Խաթեր ծախսեր չեն անում, համել նիկոլականները դες փողեր չունեն։ Իր ասածը հետեւյալն է, որ երբ որ արև կլնի, դուք հոսանք կունենաք, երբ որ մութ կլնի, ցուրտ կլնի, ձմեռ կլնի, աշուն կլնի, հոսանք չեք ունենա։ Փաշինյանի ընտրողը այս 7 օրում կհասկանա, որ այդ ճանապարհով sense բանով թրջկոտելով գնում ենք, թե շատ կարճ ժամանակահատվածը տեղ չի հասնի։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական պատասխանատվություն։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մակը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք այսօր երկուշաբթի ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս Պապաջանյանը այս տաղավարում փորձում ենք ձեզ ներկայացնել քաղաքական ամենակարևոր իրադարձությունները։ Քանի որ մենք տաժանակ իր աշխատանք ենք անում ամեն ինչին հետևում ենք, պիտի խնդրեմ դուք էլ մի թեթև ձեզ նեղություն տակ բաժանորդագրվեք, կարող եք մեզ մեկնաբանությունների հատվածում ինչ որ հարցեր գրել կամ առաջարկներ անել, մենք սիրով ամեն ինչ ընթերցում ենք, իսկ YouTube-ը դրանով ավելի մեծ լսարան է մեզ ապահովում։ Շատ շնորհակալ եմ կլինեմ, եթե այդ ամեն ինչը անեք։ Ողջույն Ավետիս։ Ողջույն սիրելի հետևորդներ, ողջույն Զառա։ Ասա, որ մարտական է տրամադրված, ասա, որ սա մեր վերջին հանդիպումն է միջև ընտրություններ։ Միջև Սարդարապատի ճակատամարտը։ Այո, միջև այդ գլխավոր պայքարի օրը։ Եվ գիտես ինչ, մենք իհարկե կարանք հիմա դնենք թվարկենք թե անցյալ շաբաթ ով ինչ արել, ով ոնց է իրան դրսևորել, կարանք նույնիսկ իշխանությանը քննադատենք, որտեղ թեմաները շատ են եղել ու առիթները շատ են եղել, բայց սկզբի համար ուզում եմ մի հատ տենց գիտես ինչ անենք, մի հատ մարդկանց ներկայացնենք արդյոք մասնակցել ընտրության այդքան կարևոր է, որովհետև գոնե իմ շրջապատում այնքան շատ են մարդիկ ասում, «Ո՞նտեղ ինչ որոշած է, դե լավ ինչ իմաստ ունի, իմ մի ձենը ինչա փոխելու, ես որ գնացի կամ չգնացի դրանից բանա փոխվում թե չի փոխվում, լավ գնամ ում ընտրեմ», այդ հարցն էլ կա։ Լավ գնամ ում ընտրեմ ու արժի գնամ թե չարժի գնամ, հələ քո հեղինակավոր կարծիք։ Նախ սկսենք նրանից, որ ընտրությունը դա մարդու իրավունքն է եւ նա ինչ որ իմաստով նաեւ պարտականություն է։ Եթե նույնիսկ մարդ մտածում է, որ ինքը իր ձայնից որևէ բան չի որոշում, որ ամեն ինչ իր փոխարեն որոշված է եւ այլը, չէ, տենց ես էլ եմ տենց մարդկանց հանդիպել, տենց տեսակետներ։ Մեկը գրելու են, մեկը կեղծելու են, մեկը եսի ինչ են անելու, հա։ Մարդը պետքա գնա ընտրության թեկուզ մի պատճառով, որ դրանով իր բողոքը արտահայտի այդ ամեն ինչի դեմ։ Թող եթե նույնիսկ ինքը մտածում է, որ կեղծելու են, Միևնույնն է, մարդը իրավունք ունի բողոքելու եւ այդ բողոքը ընտրության միջոցով է արտահայտվում։ Հիմա մի պահ պատկերացնենք, որ բոլորը մտածում են, որ ամեն ինչ որոշված է եւ չեն գնում ընտրության։ 1500 հոգի մարդ է գնում, ասենք նիկոլական։ Դե 1500-ը ես չգիտեմ, բայց կարա գնա, ասենք այնքան մարդ, որը մենակ նիկոլականները գնան։ Պատկերացնում ես այդ դեպքում ստացվում է, որ ուղղակի նույնիսկ պայքար չկա, ստացվել է, որ նույնիսկ դիմադրություն չկա։ Մենք ազգովի համաձայն ենք էլի իրավիճակի հետ։ Մանդատ ենք տալիս։ Ինքն էլ է, չէ, էլի կանգնում ասում մանդատ տվեք, ես անեմ, են անեմ, ընդ որում ես անեմ, են անեմ, նույն կրկնությունն է, ինչ որ 21-ին էր ուզում։ Լսի։ Սա քվեարկություն է, դա դիմադրություն է։ Դա դիմադրություն է ռեժիմի։ Յուրաքանչյուր մարդ կարա գնա եւ այդ ձևով դիմադրի ռեժիմին։ Երբ որ դու չես դիմադրում ռեժիմին, ռեժիմը անսահմանափակ հնարավորություն ստանում ասելու, որ սա նախիր է եւ այս նախիրի հետ ես կարամ վարվեմ ոնց ուզեմ։
Մի երկու հատ գիտես ինչ եմ ուզում, դիտարկում եմ ուզում անենք։ Հիմա նայ, Նիկոլ Փաշինյանը սենց ընկած դռնետոր քարոզարշավ անում, չէ, ու դա ենթադրում եմ, որ իր բարձր ռեյտինգով չի պայմանավորված, չէ։ Այսինքն ինքն էլ վստահ չի, իրան կգնան ընտրեն, թե չէ։ Պլյուս ես տենց գաղտնի ինֆորմացիա ունեմ, որ իր ընտրողների մի զգալի մասը չի պատրաստվում գնա ընտրության։ Այսինքն մենք մտածում ենք, թե բոլոր նիկոլականները տենց բանի պես նախիրի պես գնալու են ընտրության, բայց բարձումա չէ, դրանց մեծ մասը ասում է, առանց ինձ էլ կլինի, էլի, կստացվի իրանց մոտ իրան կանցնեն, իմ կարիքը դե չկա։ Դե ոնց որ հականիկոլական թիմում կան մարդիկ, Բայց հականիկոլականը չի գնում, որովհետև մտածում է, որ գնալ բան չի փոխվի, դե նրանք էլ են նույն ձևի մտածում, չէ՞, նրանք էլ մտածում են մեկը Նիկոլը կրելու է եւ իմաստ չունի գնալ։ Հիմա այդ իրավիճակում առավել կարևոր է դառնում ցանկացած ընդդիմադիր ձայնի արկայությունը, հա, ասենք մի հոգի էլ որ չի գնում, էլի հանցագործություն է ստացվում։ Էլ չեմ ասում, ասենք մարդիկ, եսին որ երկրներից գալիս են, որ ընտրության մասնակցեն։ Ասենք ընկեր ունեմ Ամերիկայից եկել է $1500 տոմսի փող ա տվել, եկել է Երևան, որ ընտրի այդ օրը։ Ասում ես այդ ինչ բան։ Հույս ունենք ոչ Նիկոլ Փաշինյան։ Չէ, միանշանակ Նիկոլի խաթր տես ծախսեր չեն անում, համել նիկոլականները դες փողեր չունեն, էլի։ Հիմա գիտես ինչն է ինձ հետաքրքրում։ Եթե ընդդիմադիր ընտրողը ընկալի, որ կարա ընտրությունով բան փոխի, ինքը կգնա ընտրության։ Այսինքն ինչ մեսիջ տանք իրանց, ինչ ոնց բացատրենք, որ ինքը կարա այդ ընտրությունով բան փոխի, էլի։ Ոնց դա հասցնենք տեղ, որովհետև տենց մարդիկ մի տեսակ նենց թաթիկների ծալած վիճակում են, էլի։ Զարան, ինձ թվում է, որ մեր հետևորդները, այս հաղորդումը մեր ոդքասթը դիտողները բոլորը գիտակից մարդիկ են, իրանց ավելորդ անգամ բացատրել կամ մեսիջ ուղարկել, որ գնալ ընտրության, ինձ թվում է իմաստ չունի։ Անկեղծ եմ ասում։ Համաձայն եմ։ Ես նույնիսկ ուրիշ բան ասեմ, մարդկանց թվում է, թե հունիսի 7-ը դա վերջն է։ Եթե հունիսի 7-ին Աստված մի հարասցե Նիկոլ Փաշինյանը կեղծիքով, բռնությամբ կամ չգիտեմ վարչական ռեսուրսով կամ առանց որևէ բանի ապրիորի վեր կենա ու հայտարարի, որ ինքը հաղթել է եւ բռնազավթված պահի իշխանությունը, դրանով ամեն ինչ ավարտվում է։ Ես հիմա ուրիշ բան։ Ավարտվում է, բա ինչ անում Չի ավարտվում։ Ոնց չի ավարտվում, հələ ձևն ասա։ Այսինքն քո կարծիքով հայ ժողովրդի պատմությունը ավարտվում է։ Հա, ավարտվում է, Արցախի պատմությունը ավարտվեց։ Կարա հայ ժողովրդի պատմությունն էլ ավարտվի։ Տեսականորեն իհարկե կարող է ավարտվի, բայց քանի դեռ հայ մարդիկ ապրում են, կենդանի են եւ իրանց ազգային ինքնությունը չեն կորցրել, պայքարը շարունակվում է։ Հիմա տես Օսմանյան կայսրության լուծը տևել է, ասենք 400 տարուց ավել։ Եթե հաշվենք, որ Հիմա Թուրքիայի տարածքում էլ 350,000 հայ է ապրում։ Եվ դրանք հայեր չեն։ Այսինքն կարելի է ապրել, կարելի է ֆիզիկապես գործունել, կարելի է նույնիսկ ազգանունը պահել, բայց չունենալ պետություն, չունենալ երկիր։ Սառա միշտ չպետք է ասել, որ սրանով ամեն ինչ ավարտվում է։ Միշտ պետք է մտածել եւ ընդդիմությունն էլ հրահարում անցյալ հաղորդման տակ մեկը կոմենտ ա գրել, ասում ավ ինչ ես ջղայնացրել, ոգևորված չի խոսում, ջղայնացրու որ ոգևորված խոսում։ Չէ, ես ոգևորվածի կամ չոգևորվելու խնդիր չկա։ Հիմա դու պատկերացրա ուրիշ բան։ Հիմա անընդհատ մեր պետականությունը վերացել է եւ նորից վերականգնվել է։ Ես չեմ ասում, որ այս հունիսի 7-ից հետո մեր պետականությունը վերանալու է ու մենք պետքա պայքարենք վերականգնելու։ Ես ուրիշ բանի մասին եմ ասում։ Ես ասում եմ, որ ընդդիմությունը եւ հասարակությունը պետքա ունենա պլան B։ Եթե Նիկոլ Փաշինյանը ապրիորի հայտարարում է, որ ինքը հաղթել է կամ բռնությամբ, չգիտեմ, ես չեմ բացառում, որ ինքը գնա ամեն տեսակ բռնության գնա։ Չի բացառում, չէ, տեսականորեն չի բացառում։ Չնայած ինքը մի 2 օր առաջ ասում էր, եթե հայ ժողովուրդը, չգիտեմ, եթե ընտրողները 1000 անգամ ասել է, եթե գան 100,000-ով կանգնեն, ասեն գնա կգնամ, պատի տակ կկանգնեմ գնդակահարության եւ չոտը։ Զարա, ասել է նաեւ, որ ընտրությունները չեմ կեղծի։ Ինձ թվում է, իր մոտ 1-1 կապ է հաստատվում բանականության հետ։ 1-1 Պահի ազդեցության տակ։ Կարա, չէ՞, կարճ միացում է, հա, կպնում է բանականությանը, միանում է։ Բանականությունը միանում է, հետո անջատվում է։ Կարա տեսական լինի։ Իհարկե կարող է։ Կամ էլ այդ ասել Սամվել Կարապետյանը սնկերի ազդեցությունը բաց է թողնում, մի 5 րոպե գալիս է խելքի ու էլի նորից։ Նայ, երբ որ բանականությունը իր մոտ հետ է գալի,
կամ կապը հաստատում բանականության հետ, ինքը սկսում է հասկանալ, որ իր եւ Հայաստանի գոյությունը անհամատեղելի է։ Դու ես չէ գրել, որ ԿՊԵ-ականները Facebook-ում գրել էին, որ ԿՊԵ-ականները մարդկանց համոզում են, որ այս վիճակը, այս վատ վիճակը հունիսի 7-ից հետո ավարտվելու է։ Վատ վիճակի նկատի ունես Ռուսաստանի հետ հարաբերությունների այս վատ հարացումը ու ԵԱՏՄ-ից մեզ դուրս հանելու, դուրս մղելու, չգիտեմ, դուրս թողնելու հնարավոր տարբերակը։ Հա, ես էի գրել ամբողջ թիմին, դրելա համոզելա, որ այս միջև հունիսի 7-ը փորձում են մեր վրա ասենց ճնշում գործադրեն, բայց որ ընդդիմությունը չընտրվի, մենք ընտրվենք։ Մեր հետ լավ Հանդուրժելու են, մեզ հանդուրժելու են։ Չէ, հին տները կվերադառնանք, էլի լավ կլինի վիճակը, այսինքն նույն աջակցությունը կունենանք, ինչ որ ունեցել ենք 21-ից հետո, հա։ Իրականում ինքն էլ է լավ հասկանում, որ դա չի լինելու։ Ինքը հասկանում է, որ այն նախընտրական խոստումները, այն, չգիտեմ, թոշակի բարձրացում, անվճար ապահովագրություն, Թոշակի բարձրացում, ասենք արդեն միջազգային վարկա վերցնում, որ աշխատավար ստատուս Ես այդ եմ ասում, ես հենց այդ եմ ասում։ Այս պահին արդեն, հələ ոչ իմ չի Իրա եղել։ ծախսերը, իրա արած ծախսերը իրա վրով չեն։ Այսինքն բյուջեում փող չի լինելու։ Իսկ երբ որ Ռուսաստանը նաև Գազը թանկացնի, միրգը ու բանջարեղեն ամբողջությամբ արկելի, կոնյակը արկելի, 300,000 էլ էմիգրանտ հետ ուղարկի Հայաստան ու թույլ չտա, որպեսի փոխանցումով Հայաստան փող ուղարկեն, պատկերացնում ես ինչ կլինի։ Այսօր օրինակ փողոցում մեկը որ գալիս էի տաղավար, ծանոթներիցս մեկը հանդիպեց, ասաց որ կերաս էր տարել շուկա վաճառելու ու չի վաճառվում։ Չի վաճառվում, հետա բերել տուն ու չգիտեն ինչ անեն։ Իսկ բայց Գևորգ Պապայանն ասում է մենք էժան գներով այդքանը սաղ կուտենք։ Գևորգ Պապոյանը եւ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին էլ կարան էժան գներով ուտեն։ Հետո Արդեն կերել ուտում են, հա, հետո Բայց դու չես նկատի ամբողջ քարոզարշավը հիմնված է ուտելու գործընթացի դեմոնստրացիայի վրա, մարդը ցույց է տալի, իր օրինակով ցույց է տալի, ինչքան պետք է ուտել, որ Հայաստանի տնտեսությանը աջակցել։ Խոզը մի ամբողջ խժարեց, չես տեսել։ Տեսել եմ, ես ոչ միայն եթերով եմ տեսել իր ուտելը, ափսոս կադրերը չի մնացել։ Դու չես պատկերացնում ինքը կադրից դուրս ոնց է հարձակվում ուտելիքի վրա։ Այսինքն դա խլհամեստ էր, հա։ Խայտարակ ինքը հաճույք է ստանում, կենթանական հաճույք է ստանում ուտելիքի վրա տենց հարձակվելու։ Ես ուղղակի Դա հոգեբանական լուրջ խնդիրների մասին ավակայում ես քեզ ասեմ։ ասենք գարի միսը, գարը որ սենց թոնիր են կախում, ինքը սենց էր անում, արեք ոչ թե ջարդենք, ջարդենք տենց մանրացնենք, կտրտենք, արեք սենց բռնենք, քաշենք սենց ուտենք, իրար ձեռից սենց պոկելով, անկեղծ եմ ասում, Քարանձավում եք։ չէ, դե ուզում եմ ասեմ իրա մոտ ինչ-որ տենց բան կա, հա էլի, տենց ուտելիքի նկատմամբ տենց գիշատչային բան Բայց կա։ կարա ինքը այս ամբողջ տնտեսության արտադրանքը ուտի, լավ, եթե ուտ կերավ, կարա փող ունենա, որ դրա դիմաց վճարի։ Ենթադրենք ինքը մենակով բոլոր պամիդորը կերավ, այդքան փող ունի, որ այդ պամիդորի փողը Դե փակվի։ ինքը ասում է, որ Հայաստանում ստրկություն լինի, ստրուկները անվճար աշխատեն, ես ու Գևորգ Պապոյանն էլ որպես ստրկատերերի խումբ, նո այդ, հա, բայց միտից աղա։ Եթե լինի, ասենք 200 ստրկատեր ու 3 միլիոն ստրուկ, կարա այդ սխեման աշխատի։ Տեսականորեն կարա, չէ։ Հիմա իրանց ուզած համակարգը դա է։ Ես հենց դրա մասին եմ ասում, երբ որ ասում եմ ինքը բանականության հետ կապ է հաստատում, ինքը հասկանում է, որ իր մնալը անհամատեղելի է Հայաստանի Իսկ այսօր առավոտը տեսել ես, էլի եթերամտել ԵԱՏՄ-ի մասին խոսել, ինչ որ մի հատ կշերքա պատվիրել, տեսել ես։ Չէ, այտենց մի թեթև կարդացել եմ։ Ինչ որ sense 4 կողմանի են բեզմենտների պես, ինչ որ կշերքա, sense հատիկներ ա դնում, ասում է, մենք ստեղ ենք վերևը, այս մեր այս դաշնակիցն է, այս մեր այն դաշնակիցն է, տես որ ստեղ sense շատ ենք դնում, սան գնում է, որտեղ ենք շատ դնում, գնում է, բայց որ համաչափ դնում ենք Ինչի մասին է խոսում։ Եվրոպա մի, ասենք, թթու վարունգ չի գնում, ուր մնաց ուրիշ ապրանք, բան ուրիշ արտահանման շուկա ոչ ստեղծելա, ոչ ենթադրում եմ կարա ստեղծի։ Ինչ բալանսի մասին էր խոսում։ Կբացատրես ինձ։ Դե երևի ինչ որ մեկը արմոլարակայիններ կապ են հաստատել, ասել են մենք ձեր պոմիդորը կտանենք, ինքը դա բալանսավորում է։ Ինքը ուղղակի հասարակությանը փորձում է էշի տեղ դնել։ Հայ ժողովուրդը միած sense խոսք ունի, ասում է էշը դու ես, փալանը ուզում ես մեր վրա դնես,
Հիմա դա վերաբերվում է իրան։ Երբ որ մարդիկ կանգնած են լարսում, երբ որ մարդիկ շուկայում չեն կարողանում իրանց ապրանքը իրացնել, երբ որ ծաղիկ աճացնողները, այո, ելակը կրկնակի, հիմա ինչ որ մարդկանց կարա թվա, որ դա լավ է, չէ՞։ Մենք էժանով առնում ենք։ Մենք էժանով առնում ենք, բայց դա շատ կարճ է տևելու։ Երբ որ ելակ արտադրողը տեսնի, որ ինքը ինքնարժեքից ցածր է ապրանք արտադրելու, Պարտքի տակ են, վարկի տակ են, ասենք մինուս են գնում ջոգում, ես, մենակ արտադրելը հոչի։ ես հենց այդ եմ ասում, մարդը դադարելու է արտադրել։ Դադարելու է։ Ջերմոցը փակի գնա տուն։ Ջերմոցը փակի, գնա Ռուսաստանում սկսի ջերմոց Չի կառուցել։ թողնելու, Ռուսաստանը չի մտ թողնելու, 300,000 էլ ընդեղի եղածին է հետ ուղարկում։ Այն որ մանա է, չգիտես ինչի է թիվը ամենտեղ ֆիքսվել է, 300,000 ադրբեջանցի, 300,000 աշխատատեղ, հիմա 300,000 բան էմիգրանտ ուզում են հետ ուղարկեն Հայաստան, դե գնացեք ձեր տներում բան արեք։ Լսի, հարցը այդ չի է, հարցը դա բան է ջոգում է, սա շղթայա լինելու։ Այդ ջերմոցի տերը բանկից վարկա վերցրե, չէ, որ պետք է ելակը արտադրի, որ պետք է ելակը տանի Ռուսաստան վաճառի, հետո բերի այդ վարկի գումարը մուծի։ Այս բանկը վարկը այդ սխեմայի տակ տվել է։ Հիմա ջերմոցի տերը չի կարողանում տանի, ելակը պրոստը թափում է կամ Պապուան Գևորգը մենակով է ուտում, այս վարկը չի կարողանում մուծի, 6 ամիս հետո բոլոր բանկերը խնդիր են ունենում վերադարձի հետ կապված ու գնում է ընդհանուր բանկային համակարգի հերն է անիծվում։ Էլ ոչ մի բանի վարկ գյուղացու չեն տալիս, միանշանակ, որտեղ ինքը արտահանման շուկա չունի։ Իսկ եղած վարկերն էլ բանկերի վրա դառնում են չմարվող վարկեր։ Անկեղծ ասած, բանկային համակարգի խնդիրները ինչ չի հետաքրքրում։ Չէ, բայց դա գալու է հետո մեր ընդհանուր դրամի վրա ազդի, չէ։ Դու հասկանում ես, դրամը կարա դառնա 1500 դրամ $1, օրինակ։ Ես ուրիշ բան եմ ասում, Զարա, երբ որ տնտեսությունը կանգնում է, երբ որ մարդը չունի աշխատանք, չունի եկամուտ, արի չմտածենք բանկերը ինչ որ ձև կարող է եւ իրանց խնդիրները լուծեն, բանկերը նենց գերշահույթ են ստանում հասարակության եւ ուղղակի միջազգային էլի հայերթական վարկը կվերցնի, կտա բանկերի փողը, էդ էլ չեն տալու։ Էլ չեն տալու։ Ես ասում եմ, որ մինչեւ դեկտեմբեր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի մնալու դեպքում մինչեւ դեկտեմբեր տնտեսական կոլապս է լինելու։ Ու ինքը երբ որ ասում է ես հլու հնազանդ հեռանալու եմ, գիտես ինչի մասին է, ինքը այդ ժամանակ մտածում։ Ինքը հասկանում է, որ եթե հլու հնազանդ չհեռանա, իրան ուղակի այդ դժգոհության ալիքը սրբելու է տանի։ Անկեղծ չեմ պատկերացնում, ասենք, եթե գազի գինը դարձավ օգոստոսին է, չէ՞, ոնց որ պայմանագրի բանը վերանայման, ժամկետը լրանում, այդ պահից հետո կարող են բարձրացնել։ Դա դարձավ $600։ Առաջին իսկ ջեռուցման ամիսը, հոկտեմբեր ամիսը 40-60 հազարի փոխարեն մարդը ստիպված եղավ 120, 160, 170 հազար, նայած ինչքան է վառել վճարի։ Այդ Նիկոլի շարասյունը կարողանալու է Պրոշյանի դաչեկից հասնի կառավարություն։ Դե հենց այդ դրա մասին է խոսքը։ Քանի ավտո պետք է լինի, քանի տանկով, որ կարենա հասնել։ Նիկոլական քարոզիչ կա մի հատ, Վարդցու քարոզիչ, Դանիել Իոնիսյան անուն ազգանով։ Ասում է, եթե ռուսները գազի գինը բարձրացնեն, մենք էլ կվերցնենք եւ կազգայնացնենք Գազպրոմ Արմենիան, չէ՞։ Շատ խելացի։ Շատ խելացի։ Տրուբեկը ու շենքը։ Տրուբեկը ու շենքը։ Ինքը տեղյակ է, որ մեջը գազ չկա, գազը գալիս է։ Որն դե եթե փակեն վինտիլը, այդ շենքն ու տրուբեկը դատարկվում են։ Դե հիմի այս պրիմիտիվ քարոզիչներին դա կարևոր է։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է մենք մեր սեփական գազը կունենանք, մեր սեփական գազը կլցնենք։ Իսկ տեսա ինչ հումորներ էին անում դրա հետ կապված։ Տեսել եմ։ Չէ, բայց հումորը մի կողմ, հիմա հարց է առաջանում, եթե մենք մեր սեփական գազը ունեինք։ Հա, մինչև հիմա այս 8 տարի ինչի չէիր օգտագործում։ Ինչ ուզում էիր ռուսներին հարստացնել։ Երկրորդը, կարող է Դանիել Իոնիսյանն ու Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես այդ բանի Սիբիրի Ռուսաստանի գազի այդ հանքավայրերն էլ ազգայնացնել։ Կարող է, չէ՞։ Խելացի կլինեն, բայց ինչ իրականում սրանց ուզածը հենց այդ է։ Լավ իսպանի։ Եվ շատ բարձ բացատրեմ, իրանք մտածում են, որ շուտով Ռուսաստանը քանդվելու է, Եվրոպան Ուկրաինան հաղթելու է Ռուսաստանին, իրանք կտոր են անելու Ռուսաստանը։ Նիկոլին փայ չի հասնի։ Դաժե այդ վիճակում Նիկոլին փայ չի հասնի։ Դե եվրոպացիները գազ կծախեն։ Իհարկե չեն ծախի բան գնով։ 600-ով կծախեն։ 660-ի փոխարեն 600-ով կծախեն։ Բայց դա կլինի սեփական գազը, որովհետև դա արդեն եվրոպական գազ կլինի։
Իսկ Եվրոպային վճարելը թեկուզ $1000 դա այնքան էլ բան չի, էլի։ Դա Եվրամիության անդամակցելու հայտին համաչափ հավասար բան է, հասա։ Հիմա ուրիշ տեսակետից հարցին նայենք։ Մոլդովայում, որը նույնպես հրաժարվեց ռուսական գազից, Այո։ գազ չկա։ Ասենք ոնց որ մենք 90-ականների սկզբին ունեցել ենք, Ինչա ծառեն կտրում փեչ են վառում։ չէ, ուղղակի աղքատության մեջ ապրում են։ Աղքատության մեջ գազի եւ հոսանքի հովհարային անջատումներ են։ Գիտես չէ որ հոսանքն էլ է գազով։ Ես չգիտեմ, էլի մեր հետևորդները տեղյակ են, Իհարկե, չէ, գոնե ասենք, այս երկրում գազով նաև հոսանքն է։ Մի մասը ապուշ ասում է արևային բաներով 3 հատ ատոմակայան ենք սարքել, ման դա չի հերիքում մեր երկրի պահանջարկը, չի։ նախ այդ իր ասած ատոմակայանները ձմեռը չեն աշխատում, որովհետև արև չկա, գիշերները չեն աշխատում, որովհետև գիշերները արև չկա, անպամած եղանակին չեն աշխատում, որովհետև արև չկա։ Այսինքն իր ասածը հետևյալն է, որ երբ որ արև կլինի, դուք հոսանք կունենաք, երբ որ մութ կլինի, ցուրտ կլինի, ձմեռ կլինի, աշուն կլինի, հոսանք չեք ունենա։ Այդքան մի բան, այդ իր հաջորդ этаպով ասելու է տեղափոխվեք քարանձավներ։ Տեսեք, եթե պետք է արևից տեց կախված լինենք առավոտը դուրս գա, իրիկունը մութը լինի, կարա քարանձավում ապրենք էլի։ Չէ, ուրիշ բան էլ է խափում։ Ասում է հիմա որ ես ընտրվեմ, Եվրամիությունը ինչ որ ծրագիր է անելու, օգնելու է, որ մենք կուտակիչներ ունենանք, այսինքն ցերեկվա հոսանքը կուտակենք, որպեսզի դա հետո գիշեր Ինչի իրանց երկրում չի անում, ինչի Եվրամիությունը տենց բաներ չի անում, գազը առնում բանից Ադրբեջանով, ռուսական գազը առնում Ադրբեջանով։ Որ գիտես ինչի չի անում, որովհետև այդ կուտակիչները ընդհանրապես մեր հետևորդները երևի մի մասը գիտեն իհարկե, որովհետև աշխարհի կուտակիչների արտադրությունը, այսպես ասած հայերեն ասած ակումուլյատորների արտադրության 70%-ը դա չինական է։ Եվ երբ որ Եվրամիությունը փորձում է այդ ուղղությամբ գնալ, ստացվում է որ իր ամբողջ փողը պետքա ուղի Չինաստանի տնտեսության զարգացմանը։ Դա Ամերիկան է տխրում երևի։ Դե իրանք էլ են տխրում, որովհետև փող տալ Չինաստանին իրանք չեն սիրում։ Ուրիշ տարբերակ էլ չկա։ Իրանք էլ չեն արտադրում կամ այդ քանակությամբ չեն արտադրում։ Ուրիշ հարց։ Փաշինյանի ընտրողը այս 7 օրում կհասկանա, որ այդ ճանապարհով sense բանով թրջկոտելով գնում ենք, թե շատ կարճ ժամանակահատվածը տեղ չի հասնի։ Փաշինյանը փորձում է հիմարացնել։ Տես այդ ամեն ինչը որ խոսում ենք, դիվերսիֆիկացիա, դիվերսիֆիկացիա, որ հեսա շուկա ուրիշ շուկա կբացվի, Պուտինի հետ փայլուն հարաբերություններ, որ հեսա մեր սեփական գազը կունենանք, հեսա չգիտեմ կուտակիչներ կունենանք, 3 հատ բան ատոմական են կառուցել, sense որ գնաց մի 6 հատ էլ կկառուցենք, 16 հատ էլ, դե ինքը կառուցող է, չէ՞, կյանքում ոչ մի բան իրականում չի կառուցել, բացի իրանց Իջևանի խոզի ֆերման գոմը։ Այդ ինձ թվում է աղբերն արել, հա։ Ինքը փորձում է մարդկանց, այսպես ասած, դրական ինչ-որ էներգիա, հույս։ Սախին թիմին համոզել է, որ հունիսի 8-ին Պուտինը մոռանալու է, որ չէր ուզում իր հետ հարաբերություն ունենար, զադնիա դնելու էլի իրան սիրելու է։ Ուսուցիչը քշքան անմեղ սունակ պետք է լինես, որ դա այնց բան ասես։ Չէ, բայց ուրիշ տարբերակ չկա, եթե ասի, որ այն վերջը իր թիմում են, չէ, մարդիկ հասկանում, որ սենց այլևս հնարավոր չի։ Եթե ռուսական շուկան մեր համար փակվում է, ու մի բան էլ ասեմ, ինքը այնքան նապաստակ, բառից բուն իմաստով նապաստակ, որ երբ որ մեկը քեզ հարվածում է, դու գոնե պաշտպանվում ես, չէ։ Ասենք ամբողջ աշխարհում սենց բան կա, երբ որ մեկի նկատմամբ պատժամիջոց են կիրառում, այդ պատժամիջոց կիրառողը ի պատասխան դրա ինքն էլ մի բան է փակում։ Չէ, գոնե բողոքի նոտա է հաղում, չէ։ Չէ, լսի, բողոքի նոտա հղելու կարիք չկա։ Ռուսաստանը փակել է SSSS ապրանքների ներմուծումը Հայաստան, չէ։ Չէ, Հայաստանից ներմուծում։ Հա, Հայաստանից ներմուծումը Ռուսաստան։ Հայաստանից արտահանումը ռուսական շուկա։ Հիմա Հայաստանը հսկայական քանակությամբ ապրանքներ է ներմուծում Ռուսաստանից։ Հա, ծորեն։ Հա, ծորեն։ Ծորենը փակի, ասի հաց մի կերեք հայ ժողովուրդ։ Պարարտանյութ։ Պարարտանյութը փակի, այդ եղած ապրանքը, որ կարող է մի օր բացվի, գնա վաճառվի, էլի փող բերի, այդ չլինի։ Շինանյութ, փայտանյութ։
Փայտանյութը փակի, ոչ Ձեթ, ինչ կարծում որ ձեթ, այդքան մեծ։ Ձեթը որ փակի, այն իր թոթոլ թևերով կնիկներ իրան չեն ընտրի։ Ձեթը ամենաբան թեման է։ Լավ ինչը փակի։ Դե ուրեմն, չէ, ես ուզում եմ ասեմ։ Չկա տես բա որ կարա փակի ու դա չբերի ավելի աղետալի հետևանքների, քան չփակելը։ Թող գազը փակեն։ Թո փակե։ Փակեն։ Որ փակեն իրան ընտրող կլինի, ավո։ Չիլնի։ Չէ, բայց դու պատկերացնում ես այնքան ինքնիշխան երկիր է Հայաստանը Ռուսաստանից, որ Ռուսաստանը տասնյակ ապրանքներ արգելման ներմուծել, սրանք նապաստակի նման չեն կարող ասեն ախպեր, գոնե մի բան էլ մենք արգել ենք, մի բան։ Ասեն Հայաստանում էլ կա, չէ, սննդի անվտանգության պետական Վազգեն տեսչություն։ Սարգսյանի ախպերն ասում էր օղին բոյկոտենք։ Հա։ Օ դե լավ, գոնե օղին։ Գոնե մի բան արգել էին, էլի, բայց ասենք դու պատկերացնում ես սրանց նապաստակության աստիճանը, ինքնասիրության աստիճանը։ Գոնե մի բան արգել էին, Այո, ասի, դա կանգնում ասում եմ մենք փայլուն հարաբերություններ ունենք։ Մենք ԵԱՏՄ-ի հետ խնդիր չունենք, միջև վերջին պահը, միջև ԵՄ մտնելու պահը լնելու ենք ԵԱՏՄ-ում։ ասում են ձեր բանը, կոնյակը կամ ձեր գինիները չեն համապատասխանում, չգիտեմ, մեջը էս ենք հայտնաբերել, այն ենք հայտնաբերել։ Ռուսաստանից Ինչա գալիս։ Ինչա։ չէ, հենց քո ասած օղին։ Լույս կարային ասեն, չէ, օղու մեջ, ձեր ռուսական օղու մեջ, ռուսկի ստանդարտի մեջ, չգիտեմ։ Ամենամեծ ծավալով ցորենն է գալիս։ Ես առաջարկում եմ կանգնենք ցորենի կամ ձեթի վրա։ Այդ Կամ գազի։ Թոթոլ կնիկները, որ Նիկոլի ընտրողներն են, որ մտնում են ինձ իմ ազնական էջում նենց հայհոյանքներ են գրում, մազես բիզբիզա կանգնում, թող մի քիչ նստեն դիետայի վրա, հաց չուտեն, ձեթով էլ շարից չանեն։ Կլինի։ Լավ տարբերակը։ Թուրքիայից կառնեն, չէ։ Թող հայտարարեն, ասեն մեր բարեկամ հարազատ Դա Թուրքիան։ դասել անելու է, էլի, դենս դες մի հատ տոնով ես ասում, ոնց որ տես չի անել։ Ուղղակի կրկնակի գնով է բերելու Թուրքիայից։ Հա, կրկնակի գնով է Դե բերել։ հացն էլ հիմա ինչքան 220 դրամ է, կդառնա 440։ Այս ժողովրդին ուղիղ 4 տարի, 2022 թվականի հունիս ամսից խափում է, ես ինչի եմ դրան անդրադառնում, որովհետև դու ասում ես ինքը թիմին սենց բաներ է, չէ՞ ասում, հասարակությանը ասում է, 4 տարի խափում է, ասում է Թուրքիան հեսա սահմանը բացելու է։ Հա։ Անընդհատ, ու տարբեր բաներով, մեկ Գևորգ Պապոյանն ասում, մեկ Վահան Կոստանյանն ասում, մեկ չգիտեմ Ռուբեն Ռուբինյանն ասում, մեկ Համարյա հասեն ենք, էսա բացելու պահն է, Մարգարեի բանը, անցակետը ամիսը մի անգամ ուղիղ եթեր են տալի, տայնանք որ ստեից էս պետք է բացվի։ Եվ ինչի չի բացվում։ Գիտես ինչի, օրինակ քո կարծիքով, երբ որ ինձ մարդիկ հարցնում են ինչի չի բացվում, ես ասել եմ Ես ասեմ, իմ կարծիքով չի բացվում, որտեղ Էրդողանն ասել է միջև իմ աղբոր հետ քո հարաբերությունները չպարզես Ալիևի։ Չեմ բացելու, Ալիևն էլ ասում է, համադրությունը կփոխես Տիգրանաշենը կտաս, Սյունիքը կտաս, բանի Սևանի մի ամբողջ ափը կտաս ինձ, ու առհասարակ բանակից կհրաժարվես, դու պաշտպանվելու իրավունք չունես, չգիտեմ 300,000 ադրբեջանցիներին կտեղավորես քո երկրում, տենց մեկ-մեկ էլ բանի առաջնեկներից կուղարկեք ես կուտեմ, դրանից հետո կստորագրեմ։ Ամեն ինչը ամբողջը ճիշտ է, բայց դրա ընդհանրացված տարբերակը մեկը հայ-թուրքական սահմանը կբացվի մենակ այն ժամանակ, երբ որ թուրքական բանակը կմտնի Հայաստան, այսինքն բացվելու ժամանակ ոչ թե խաղաղ բնակիչ կամ չգիտեմ առևտրականներ են գնալու, առաջինը գալու է թուրքական բանակը։ Հիմա կասեմ պանիկայից տարածում, կասում ես Թուրքիան հարձակվելու է։ Ոչ, չի հարձակվելու, հարձակման մասին չի, դիմադրություն չի լինելու։ Այսինքն ասի 101-րդ ռազմաբազան հանում եմ, դրա փոխարեն գալիս է թուրքական ռազմաբազան, սահմանն էլ բացում եմ, որ սիրուն մտնեն ներս տղեկը։ 102-րդ ռազմաբազան դուրս գալուց հետո նոր հայ-թուրքական սահմանը կբացվի եւ հենց սահմանը բացվի, առաջինը գալու են թուրք զինվորականները։ Հիմա ինչի չեն գալի։ Հնարավոր չի մտնել մի երկիր, որտեղ կա ուրիշ ռուսական զորք։ Այսինքն թուրքական զորքը չի գալի Հայաստան մենակ մի պատճառով, որ Հայաստանում կա ռուսական զորք։ Ես քեզ դա ասում եմ, չի կարա մի երկրում Ռուսները ԵԱՏՄ-ից կհանեն, ռազմաբազան կհանեն, կհենեն կգնան ստեղից, ինչ ուզում եք արեք։ Ինչ ա եղել, սահմանն էլ թող բացի, թուրքական ապրանքն էլ թող գա։ Այդ ինչա, ձեթա գալու, թող ընդեից գա։ Թուրքերը Հայաստանին պարտադրելու են վերաստորագրել
2020 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ 2020 չէ, 1920 1920 թվականի որտեղ Հայաստանը 12000 քառակուսի 9800 քառակուսի կիլոմետր է։ 12 Չէ, դու շատ մեծ թվերի մասն ես խոսում։ 9800 քառակուսի կիլոմետր, ընդ որում թուրքական վերահսկողության տակ անմիջական բանակարգելված է, չգիտեմ, Ամեն ինչ, ոստիկանական ուժերը սահմանափակված են, միայն այդ պայմանով է բացվելու հայ-թուրքական սահմանը։ Հիմա մարդիկ կարան ասեն դա պանիկա է, մարդիկ կարան ասեն դա հեքիաթ է, ես ասում եմ, քանի Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, թուրքերը սահմանը չեն բացելու։ Թուրքերը սահմանը բացելու են միայն ռազմաբազայի ու ռուս սահմանապահների հեռանալուց հետո, ես առավել քան վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանին այդ պահանջը շատ հստակ հայտնի է, որովհետև չի կարա ռուսական բազայի ներկայության պայմաններում ստե թուրքական զորք մտնի։ Չի կարա, դա տեսականորեն է անհնար։ Դա բախում է երկու երկրների հայկական բանակը բնականաբար թուրքական բանակին դիմադրություն ցույց չի տալու։ Բնական է, ուղղակի ուժերի հարաբերակցությունը նենց ալնելու, որ իմաստ չի ունենալու, դա կոտորած ալնելու։ Եվ մինչև այդ էլ Նիկոլ Փաշինյանը ուղղակի երկիրը հասցնելու է այն վիճակին, որ մարդիկ ասելու են ախպեր, դե ինչ դիմա, ասելու են մեր բարեկամ թուրքերն են, հիմա գալիս են, որ 1910 թվին այս հողերը տված են եղել։ Ի վերջո, հա, 1910 թվին նախկինները տվել են այս հողերը։ 20 թվին, դեկտեմբերի 2-ին նախկինները, հելնելու է ասի դաշնակցությունը, դուք եք խոսում դրա դեմ, հա, դուք եք, էսա ձեր ստորագրած Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ես ինչ անեմ ժողովուրդ ջան, ես մեղավոր եմ, որ բանը 106 տարի առաջ տված էր։ Ու ամենահետաքրքիրը գիտես որն է, որ մենք սենց ասում ենք, մարդիկ ասում են պանիկա եք տարածում եւ այլն, իմ աչքի առաջ գալիս է ԿՊԱ-ական պաշտոնյայի Facebook-յան նկարը, որտեղ ինքը եվրոպացիներին տարել է Շուշի, վրան գրել է, բերել ենք վերջին անգամ ցույց տանք, որ հանձնենք։ Այդ գիտես, երբ է 10-19 թվի ֆոտո է, էլի պատկերացնում ես, ու ասենք ինչ է անցել դրանից հետո, էլի մի քանի տարի բան, ու այդ Շուշին չկա։ Ու այդ խոստումը կատարվել է։ Այդ խոստում կատարվել է, ու այն ժամանակ գիտես ինչ բաներ էլ ատելության ալիքեր էլ որ դուք տականքներ ասում եք մենք Արցախը հանձնելու ենք հեսա հեգնում էին հասկանում ես այդ թոթալ ձեռքերով ծոծերն էին հարցակվում ոչ մեկ ոչ մի բան չի հանձնելու տականքներ դուք եք հանձնողը բան հիմա ասենք աչքիս առաջ եղել է չէ ու հիմա որ հաջորդիվ ասում ես 300,000 ադրբեջանցի հակա ձև չկա չի լինի արախի չի լինի արդեն մի անգամ եղել է էլի դենք տեսել ենք ու ձեր ԿՊԱ-ական պաշտոնյայի ստատուսն էլ ենք հիշում էլի չենք բանալ ամնեզիայի մեջ չենք դրա համար հանրային գիտակցության մեջ այս ընտրությունը Կիրակի օրվա ընտրությունը պետքա ուղղակի ասոցացվի Սարդարապետի ճակատամարտի հետ ընդամենը քո կարծիքով մի հատ բան ասեմ քո կարծիքով մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի այդ այսպես կոչված այդ ծաղրը որի անունը ինքը դրել էր զորահանդես ինչի համար էր գիտես Ուզում եմ ցույց տա որ բանը փողը ճիշտ է ծախսել դել բարել այդ սա ոչինչ բայց մի հատ կարևոր բան կա ինքը չգնաց Սարդարապետի հուշահամալիր չգնաց ինքը Երևանում մնաց ինչի չգնաց ինչի չգնաց որտեղ Սարդարապետի ճակատամարտը դա Թուրքիայի նկատմամբ թուրքերի նկատմամբ հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշն է ինքը այլևս չի կարա գնա Թուրքերը իրան արգելել են Սարդարապետի ճակատամարտի վայրը գնալ կամ էդի որպես պետական տոն նշել Դու պատկերացնում ես ինչի չգնաց Ես այդ օրը ես նախորդ օրինակ մեր հաղորդմանը Կարար առավոտը շուտ գնար, իրիկունը ուշ գնար, իրան այդ շքերթը չէր խաղալ Իսկ ով գնաց Հայաստանի քաղաքական ուժերից Կաթողիկոսն է գնացել, Նարեկ Կարապետյան գնացել, Ռոբերտ Քոչարյանն է գնացել, Ծառուկյանին Հիմա որ ես սա ինչի եմ ասում Էդ էի ուզում հարցնել, ում ընտրել Այդ երեք ուժերից որևէ մեկին Ծառուկյան,
Քոչարյան, Սամվել Կարապետյան, ու սա սիմպաթիաների ընտրություն չի։ Այսինքն սա այն պահը չի, որ նա էս ասես սրան սիրում եմ, նրան չեմ սիրում, նրան սիրում եմ, սրան չեմ սիրում։ Ասա որ տենց է։ Այսինքն մենք ենթադրում ենք, որ այս երեք ուժը ազգայնական քաղաքականություն են տանելու, այդ Նիկոլի բան արած խոստացած այն սարսափելի բաները չեղարկելու են, ինչ հնարավոր է մաքսիմալ արագի մեջ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու են, ԵԱՏՄ-ի հետ խնդիր չի լինելու արտահանումը վերականգնելու են, իսկ դրանցից որ մեկը կարա լավ կառավարի, արդեն երկրորդական է, ճիշտ է։ Նախ մենք բոլորս հասկանում ենք, որ այդ երեք ուժերը առանձին չեն հաղթելու Նիկոլ Փաշինյանին։ Եթե հաղթելու են միասնաբար, այսինքն ձևավորվելու է առաջի անգամ իրական կոալիցիոն կառավարություն։ Ինչի եմ ասում իրական, որովհետև նախկին բոլոր կոալիցիոն կառավարությունները դրանք բարի կամքի դրսևորում են եղել։ Այսինքն իրանց հարաբերությունները այդքան լավ չի, էլի, իրանք ստիպված են լինելու պայմանավորվել, իսկական Գյումրու օրինակով հիշում ես, որ այնտեղ բան կար, արյան վրեժ կար, ատելություն կար, բայց մարդիկ մի կողմ գաղափարի, անձնական խնդիրներ։ Այսինքն այդ հիմար թեզը, որ Նիկոլ Փաշինյանը բերել է, որ դրանք մի անձ են, հա, եռագլուխը, այդ մարդիկ իրար հետ շատ վատ հարաբերություններ ունեն, ստիպված են լինելու պայմանավորվեն, էլի։ Ինչի է Նիկոլ Փաշինյանը իրանց եռագլուխ հայտարարում, որովհետև այդ երեք ուժերն են, որոնք պայքարում են, իրական պայքարում են Հայաստանի թուրքացման Չէ, կարան Իրանից ձայն տանեն, իրեն հակադարձեն։ Ոչ, բացի այդ կա նաև այլ խնդիր, այդ երեք ուժերն են, որ իրական հնարավորություն ունեն հաղթելու, խորհրդարան անցնելու, եւ այդ երեք ուժերն են, որ Հայաստանի թուրքացման օրակարգը մերժում են։ Եթե դու նայես մնացածին, դրանց մեծ մասը Նիկոլ Փաշինյանի պատվերով ձևավորված եւ խաղի մեջ մտած ուժեր են։ Ուզում եմ հատուկ շեշտենք, էլի, որովհետեւ այս մարդկանց անունը շատ է հնչում, համենայն դեպս իմ շրջապատում են մարդիկ, ովքեր չեն ուզում Նիկոլի վերարտադրություն, որ ձեռս կտրես Նիկոլ չեմ ընտրի, բայց մեկ էլ կարան ասեն Գուրգեն Սիմոնյան։ Հա, որը բառից բուն իմաստով Սորոսի վաստակ է։ Սորոսի վաստակ չի է, ասում է հայտարարել է, որ Նիկոլի հետ չի միավորվելու։ Կարամ, չգիտեմ, էլի, ես կարամ գրազ գամ, որ միավորվելու։ Արևմտյան պրոյեկտ է, նույն Նիկոլի տերերի կողմից ֆինանսավորվող, նույն Նիկոլի տերերի կողմից Իսկ այդ նույն եվրոպական այդ ապուշ բանը կարող էլի, հա, որ գնանք Թուրքիայի հետ մերձեցման, բան, Նիկոլի քաղաքականությունը կշարունակի, կարող է մի բան էլ ավելի վատ լինի, քան Նիկոլի օրոք, ճիշտ է։ Անհամեմատ վատ։ Մի մարդ, որը իրան հայտարարել է շնորհապետական կուսակցության նախագահ։ Շնորհապետականը գիտես ինչ է նշանակում։ Ասենք իբր տենց մոտավորապես արիստոկրատիայի կամ բանի, հա, ասենք իրան ինչի է թվում, էլի ինչի է թվում, որ ինքն է այդ բանը արիստոկրատիան կամ դրա ներկայացուցիչը Հայաստանում իր տերերը իրան ուղակի ասել են գնա ասենց մարդկանց խափի ու ընկել են փողոցն հա իդեպ Գուրգեն Սիմոնյանի հետ կապված մի բան էլ ասեմ Սարդարապատի հերոսամարտի օրը մայիսի 28-ին փոխանակ Սարդարապատ գնալու եւ հայ ժողովրդի հաղթանակը տոնելու ընկած փողոցները նույն Արմավիրի որտեղից Արմավիրից մինչեւ այնտեղ մի քանի կիլոմետր էր էլի ընդամենը եթե եկե հասել էին այնտեղ կարային գոնե այնտեղ գնային գոռնում էին բան համար 4 ձեր թաղերն են եկել հա մեր թաղերն են եկել ախպեր ինչը համար 4 ինչ համար 4 իրանք են համար 4 հա իրանք են համար 4 ես հասկանում եմ որ իրանք են համար 4 Բայց դու ով ես, ինչ հետագից ունես, անհասկանալի է։ Գուրգեն Սիմոնյան չէ, ժողովուրդ չէ, այդ մարդը Նիկոլա, Նիկոլից վատ Նիկոլա։ Բան, բոլորին դեմ եմ։ Սիրուն է, ուրախ է, ես էլ Նինային Կարապետյանց անկեղծ որպես անհատ հավանում եմ, բայց ասա խիչ է։ Ասեմ խիչ է, որովհետև հիմնված է կեղծիքի վրա։ Ծերից ծեր կեղծիքա, երբ որ մարդը Ինչ որ տարօրինակ հայտարարություն են արել, չէ՞ որ հրաժարվելու են, եթե ստացվի դերնի ինչ իրանք գողանում են այն միամիտ մարդկանց ձայները, որոնք բոլորին իբր թե այս եղած մասնակիցներին բոլորին դեմ են։ Պատկերացնում ես ինչ կեղծիքա, մարդը գնում է, կարդում է բոլորին դեմ եմ բանի վրա, թերթիկի վրա ու իրան թվում է, երբ որ ինքը ընտրում է այդ բոլորին դեմ եմ թերթիկը, ինքը իրականում մերժում է բոլորին, բայց ոչ,
ինքը ընտրում է առանձին ուժի, որը Spider-Man-ով է ներկայացված, էլի, ու որն էլ չի պատրաստվում մասնակցի, դոլի պատրաստում է մանդատները դնի, եթե ինչ որ ձևով անցավ, էլի, չէ, ինչ որ տենց հայտարարություն։ Պարզա որ էլի ձայն գողացողներ են։ Ձայն գողացողներ են։ Ես շատ հավանում եմ ՀԱԿ-ը որպես բան, հա, բովանդակություն կրող կառույց, բայց ինչի՞ չէ ՀԱԿ-ը։ Ինչի՞ չէ ՀԱԿ-ը, որովհետև ՀԱԿ-ը նույն Նիկոլ Փաշինյանն է։ Ես վստահ եմ, որ ՀԱԿ-ը ՀԱԿ-ի բոլոր կառույցները ոչ, Զարա, ծերից ծեր, դու ուղղակի ներսի կուխնյան չգիտես։ ՀԱԿ-ի բոլոր կառույցները աշխատում են Նիկոլ Փաշինյանի համար։ Մարզերում այն բոլորը, ովքեր մնացել էին ՀԱԿ անդամ, դրանց 80%-ը, ես մեր մարզի մասշտաբով եմ ասում։ Այդ հոտանեմ ավելի լավ պատճառ կա իրանց չընտրելու, փոշիացնելու են, չեն անցնելու, շանս չունեն անցնել։ Իմ ասածը ինչ է, երբ որ դու գիտես, որ քո բոլոր կառույցները, քո բոլոր անդամները, սկսած Վահագն Խաչատրյանից եւ վերջացրած այդ երկրի նախագահն է, էլի հիշացնենք, մարդիկ չունեն։ Մեր երկիրը նախագահ ունի։ Դե առաջին անգամ քեզանից իմացա։ Ես լսած ուղակի գիտեի, որտես մարդ կա։ Okay։ Մինչև վերջի բանը ՀԱԿ անդամը, ասենք մի հատ Վահան կա մեր կողմերը։ Բոլորը Նիկոլ են ընտրելու։ Բոլորը։ Սարսափ։ Իրան Տեր-Պետրոսյանը բանա, ինչա, պետք է ինֆարկտ ստանա մեռնի այդքանից հետո։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ իմանալով այդ ամեն ինչը, զբաղված է եղել վերջի 5 տարում Նիկոլ Փաշինյանին քննադատելով եւ կեղծ ընդդիմադիր իմիջ ստեղծելով։ Դրա պատճառը երկուսն է իրականում։ Մեկը այսօր ծառայել Նիկոլին ձայն փախցնելով, ընդդիմադիր ընտրազանգվածի, եւ երկրորդը Նիկոլ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի գործած հանցանքների համար քաղաքական պատասխանատվություն չվերցնելը, որովհետև բոլորը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը իրականում հոգեզավակ բառը միացա։ Բայց հոգեզավակը չեմ ասում, ես ասում եմ իրանց ստեղծած, իրանց գաղափարախոսության կրող շատ փչացած գաղափարախոսությունը աղավաղած մաքսիմալ կզած այդ ամեն ինչի տակ պերսոնաժը լավ էլի մի փչացրու դա անկեղծ լավ դու գնա ՀԱԿ-ին ընտրի չեմ ընտրելու ես ՀԱԿ-ին ստոպ մի բանարա եթե իրանք հստակ գիտեն որ իրանք 0.5% ձայն ունեն ու գնում են ընտրության դրանից ավելի խայտառակ բան մի հատ հետաքրքիր բան պատմեմ ՀԱԿ-ի մասին։ Մեր հետևորդներին էլ հետաքրքիր կլինի։ Մի հատ մեծահարուստ մարդ հանդիպում է ՀԱԿ-ի ղեկավարներից մեկի հետ, ասում է $100,000 եմ տալիս, մի մասնակցեք ընտրության։ Ասում են, չէ, որ ձայն չփոշիացնեն։ Հա, էլի, արանքից ընդ որում այս մեր ներքին քաղաքական դաշտի մասին չի խոսքը, էլի դրսից սփյուռքահայ մարդա, որը ուզում է ուղղակի օգնի։ Հա, էլի, պետության համար է անում, բացարձակ որևէ ուժին աջակցելու համար չի անում։ Ասում է 100,000 տամ մի մասնակցեք ընտրության, ասում են, չէ, մենք պիտի իմանանք ինչքան հետևորդ ունի մեր կուսակցություն, գալա կարծես սոցհարցում է, էլի, մի հատ լավ թանկ սոցհարցում պատվիրեք, իմացեք ինչքան։ 21 թվին իմացել են։ Չէ, բայց եթե հիմա այս պահին պետք է մի հատ բրևիսին լավ հարցում պատվիրեք, թող անեն, իմանաք ինչքան։ Բայց 21 թվին էլ են արել այդ մասնակցել են, չէ՞, ընտրություններին։ մի տոկոս ձայն չեն տարել։ Անցել է դրանից մի շաբաթ, պատկերացնում ես այդ մարդուն, նույն մարդուն զանգել է այդ նույն ՀԱԿ ղեկավար կազմից մեկը, ասել է, «Ես $50,000 կտաս, քարոզ արշավանենք»։ Դուք դեբիլ չեք, ես փող առաջարկում եի, որ դուք առհասարակ չմասնակցեք, հիմա ասում եք, եկեք $50,000 տվեք։ Այսինքն $50,000 չունեն, որ քարոզ արշավանեն։ Ինձ թվում է ունեն։ Բայց սոցհարցում են ուզում արածել։ Իհարկե ունեն 50,000, Նիկոլ Փաշինյանը հաստատ այդ փողը ինքը տված կլինի։ Ուրիշ տարբերակ չկա։ Լսի, ուրիշ տարբերակ, ուրիշ տրամաբանություն, ուրիշ լոգիկա գոյություն չունի, քան Նիկոլ Փաշինյանին ծառայելը, Նիկոլ Փաշինյանին ծառայություն մատուցելը։ Դա այտենց բաները Վազգեն Մանուկյանը ինչի չմասնակցեց ընտրություններին, որովհետև մարդը այնքան ազնիվ ու գիտակից մարդ է, որ պետք է ասենք գնար ասենք լավ մի 10,000 ձենել ինքը տաներ կամ 5,000 ձենել ինքը տաներ։ Հրանտ Բագրատյանը ինչի չմասնակցեց։ Բոլոր չմասնակցածները մալացի չքննարկում իրանց լիքը պաչիկ, լիքը սրտիկ, չէ, սրտիկ չէ, լիքը պաչիկ, լիքը հաջողություն։
բան ցանկը մեծ է, արագանցնենք, որ այսօր հաղորդում 3 ժամանոց չստացվի։ ԱԺԲ շատ հաճախ են գրում, հատկապես մեր եթերների տակ, նես չի, որ ես ինչ-որ տենց բան կրոնական հակասություններ ունեմ, բայց հստակ մի հատ խնդիր կա, այդ իրանք էլ են փոշիացնելու։ Անցողիկ շեմը հատելու ոչ մի շանս չունեն։ Իրենք էլ են ծառայում Նիկոլ Փաշինյանին, կարճ եւ կոնկրետ։ Չդխի, ասենք, հակադարձում են, չես շում բանում, կարծեմ Աբովյանում, չէ՞։ Եթե իրենք համաձայնվեն Նիկոլ Փաշինյանի հետ, իրանք ընդդիմադիր ընտրազանգվածից ձայն չեն կարողանալու փախցնել։ Երբ որ դու հակադարձում ես, եթե ուզում ես ընդդիմադիր ընտրազանգվածից ձայն փախցնես։ Հա, այսինքն Նիկոլին հակական քարոզչության։ Իհարկե, դա թույլատրված բան է։ Ամեն դեպքում, չէ, մեր հետևորդների մեջ կան ԱԺԲ-ի Թողնեն։ Ուզում եմ ուղղակի հասկանաք, էլի ժողովուրդ, դա անգամ եթե դուք այնտեղ ծանոթներ ունեք, անգամ եթե գաղափարախորհրդությունը ինչ-որ իմաստով ձեզ շատ հոգեհարազատ է, ուղղակի այս պահին փոշիացնող կուսակցությանը ձայն տալը շատ սխալ բան է, էլի, չէ, անկեղծ ասա, որ ամեն ձայնը այսօր կարևոր է լինելու։ Այդ այն հնարավոր փոշիացնում։ Շատ կարևոր պահա մնացածի այդ պուճուրների մասին ընդհանուր ամփոփիչ կա, դե մարդ ում որ կուզես առանձնացնես։ Մի վտանգավոր կուսակցություն կա, որը բանն է, դա դոգն է, դոգը։ Հա, որը ես իմ շրջապատում, տես այդ մանր կուսակցություններից մարդ չգիտեմ, որին մարդիկ պատրաստում են ձայն տալ։ Միակ կուսակցությունը, որին ես մարդիկ եմ ճանաչում, որին պատրաստում են մարդիկ ձայն տալ, դա դոգն է։ Շրջաններում։ Երևանում ես գիտեմ, որ ասենք եւ Հայկ Մարությանին ձայն տվողներ կան եւ մյուսներ։ Ըստ էության իրենք էլ են։ Հայկ Մարությանն էլ փոշիացնում, իհարկե, չէ, բոլորը եթե հավաքի մեծ հրաշք գիտակցված, պետք է իմանալ, որ դա արվում է գիտակցված։ Երբ որ վաղը այդ մարդիկ կանգնեն, ասեն, ենթադրենք մենք ուղակի այսպես, այնպես Էդմոնը, նույն ձևի, լսի, իրանք այդ մարդիկ եղել են Նիկոլ Փաշինյանի թիմի մեջ։ Այո, այդքանով ամեն ինչ ասված է։ Ես իհարկե հասկանում եմ, որ մարդիկ կարան սխալ արածնեն, կարան, չգիտեմ, մտափոխված լինեն, բայց այդ մարդիկ եղել են Նիկոլ Փաշինյանի թիմի մեջ պատերազմից հետո։ Նաև, նույնիսկ հետո։ Այո։ Այսինքն այդնես չի էլի, որ 18-ին սխալվել էին, հույս էին կապել էին աներներ, հետո արագ խելքի են եկել, որովհետև տենց լիքը մարդ կա էլի, որոնք հիմա անդիմադիր դաշտում շատ լավ տեղից Եվ այդ մարդիկ գործուղվել են ընդդիմադիր աշխատում են։ Okay, դոգի հետ կապված, մի կողմից համաձայն եմ փոշիացնել Նիկոլի հետ համագործակցություն Երևանի ավագանու ժամանակ, հիշում ես, չէ՞, հայտարարակ պատմությունը, որ Տիգրան Ավինյանը փաստացի ընտրվել է այդ կուսակցության շնորհիվ։ Դոգի շնորհիվ։ Բայց մյուս կողմից միակ ուժն է, որը Նիկոլից է ձայն տանում։ Կարծում ես։ Հա, դե եթե ավելի այդ այն ընտրողը, որ ուզում է մորթենք, փրթենք, թալանը հետ բերենք եւ այլն, դրանք Չէ, դրանք Նիկոլ Փաշինյանից հուսահատվածներն են։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանին են ձայն տալ, Նիկոլ Փաշինյանից են ձայն տանում, չէ։ Դրանք իրականում Նիկոլ Փաշինյանից հուսահատված, որ Նիկոլ Փաշինյանը, չէ, Նիկոլ Փաշինյանը այդ մորթելը լավ չի անում, նոր մորթող է պետք։ Հա։ Նոր մորթող։ Իբր կարող է այդ իմաստով թող մնան։ Չէ, որովհետև ցանկացած մարդ, ով որ ձայնափո, ես դոգի դեպքում գիտես նույնիսկ ինչ եմ վախենում, որ եթե նույնիսկ այդ կուսակցությունը 4% հաղթահարի, ինչի հավանականությունը քիչ է, չէ՞, բայց եթե նույնիսկ հաղթահարի, այդ կուսակցության որոշ անդամներ նորից կարան մի վարկյանում կթռնեն Նիկոլի գիրկը։ Որոշ ցուցակով մարդ կա, որը կարող է չանցնի, ես չգիտեմ, գոնե մեկին ես ճանաչում եմ, որը առաջի այսպես ասած հնգյակում է եւ կարծում եմ, որ ինքը օրինակ հույս ունեմ չի անցնի Նիկոլ, բայց մյուսներին չեմ ճանաչում ու վստահ չեմ այդ նույն մի մարդ, որը ինքը Հայաստանում չի այդ նաև Բերթում է, այդ հարցն էլ կա։ Իսկ ոչ միայն Հայաստանում չէ, նաև ազատության մեջ չի կարա այդ իր կուսակցության անդամներին գոնե հեռախոսով ամեն օր կապ հաստատի, ինչ որ կերպ կոնտրոլի տակ պահի։ Նայեք, ինքը ամերիկյան Բերթում է, իսկ ամերիկյան սահմանափակ պայմաններում, իսկ ամերիկյան իշխանությունը բացահայտ աջակցում է
Նիկոլ Փաշինյանին։ Հիմա դուք պատկերացնում եք ցանկացած պահի ամերիկյան իշխանությունը կարա դոգի միջոցով այդ մարդկանց ուղակի կամերդ կփոխենք, եթե Նիկոլին կամ ազատություն կտան, կամ չգիտեմ էս կանենք, միտեղ դեպորտ կանենք, եվրոպական մի երկիր դեպորտ կանենք, չգիտեմ էս կանենք, այն կանենք։ Միթե կարելի է մարդ տալ ձայն մի մարդու, որը գտնվում է ամերիկյան բանտում։ Որևէ գիտակից մարդ դա չէր անի։ Չխոսեցինք Թաթոյանի մասին, չեմ ուզում ոչ մի վատ բան ասել։ Ես էլ չեմ ուզում վատ բան ասել։ Մենք հույս ունենք, որ ինքը անցնելու է։ Եթե հանկարծ ինչ որ կրոնական, չգիտեմ, հակասություններից դիելնելով։ Բայց ի՞նչ կրոնական, ինչ է այսօր անընդհատ։ Դե որովհետև կա տես, չէ, непримиримые противоречия, էս դեպքն է, էլի, որ եթե ինչ որ տենց բացած կրոնը թույլ չի տալիս։ Եթե ինչ որ հակասություններից ելնելով դուք չեք կարող ձեր չի գնում այդ մեր թվարկած 3 ընդդիմադիրներից մեկին տալ, հա, Ծառուկյան, Քոչարյան, Սամվել Կարապետյան, դե կան տենց մարդիկ, մի տենց նայի, էլի, չնայած Սամվել Կարապետյանի դեպքում չեմ հասկանում ինչ մոտիվացիա կարա լինի, բայց այն երկուսի դեպքում գոնե կան տենց մարդիկ։ Այդ դեպքում Թաթոյանը որպես միջանկյալ բան հնարավոր տարբերակ ու ասում են հնարավոր է անցնի, հնարավոր է չէ։ Այդ պահը մի քիչ էլ է սենց բան է, էլի։ Ես էլ չեմ ուզում Թաթոյանի մասին վատ բան ասել։ Շատ գրագետ, խելացի, պրոֆեսիոնալ, աշխատասեր, լավ տղա է, բոլոր իմաստներով լավ տղա է։ Մենք ոչ մի վատ բան իրենից չենք տեսել։ Ուղղակի անցնի շեմը թե չի անցնի, դա խնդիրը։ Եթե Եթե շատ որով եք գնալու ձեն տակ, որ ինքը անցնի շեմը, գնացեք ձեն տվեք։ Եթե շատ որով չեք, կարծում եք ձեր շրջապատում քիչ մարդ կա, որը Թաթոյանը ընտրելու, ավելավ այն 3-ից 1-ին, որ չփոշիացնի։ Իրականում ես կոչ կանեի, որ եթե ինձ մնար, կոչ կանեի, որ գնան այդ 3-ից 1-ին ընտրեն, որովհետև հավանականությունը, որ Թաթոյանի կուսակցությունը, Միասնության թևերը, ինքը իդեպ այդ կուսակցության անդամ էլ չի, ինքը գիտես։ Հա, անկուսակցական։ Հա, ինքը անկուսակցական է։ Այդ կուսակցությունը կանցնի խորհրդարան, իմ կարծիքով նվազագույնն է։ Ավելի շատ համոզված եմ, որ չի անցնի, քան համոզված եմ, որ կանցնի։ Դրա համար, քանի որ ներքին վստահություն Ես ավան ուղղակի տարբեր տեղեր ենք ապրում, է։ Այո, հա, Թաթոյանը Երևանում ավելի շատ ձայն ունի, քան մարզերում։ Երևանի կենտրոնում ունի ձայներ, լավ գրագետ խելացի մի մասայում մի մեծ թվարձանգված կա, որ իրան ձայն կտա, ուղղակի չգիտեմ, դա հերիք կլինի անցնել, Դե հիմա, որ ասենք հերիք չեղավ, միշտ հիշեք մի բան։ 50,000 ձեն է պետք կոնը։ Միշտ հիշեք մի բան։ Եթե դուք ձայն եք տալի մի քաղաքական ուժի, որը չի անցնում խորհրդարան, ձայն եք տալի Նիկոլին։ Դուք ձայն եք տալի, ձեր ձայնի մեծ մասը տալիս եք Նիկոլ Փաշինյանին։ Ու դուք վաղը մյուս օր, եթե նույնիսկ հանցակից եք լինելու ամեն ինչին։ Այո, դրանից հետո Նիկոլ Փաշինյանի արած հանցագործությունների մասնակից եք։ Կամա թե ակամա։ Հիմա ամենակարևորը։ Որտեվ եթե տենց վերցնեինք, կարող է ես էլ ուրիշ ուժի ընտրեի։ Այս չավտանեմ, հա, ես ասենք չգիտեմ, եթե իմ անձնական սերով է պայմանավորված, ես Թաթոյանին շատ հավանում եմ, Նինա Կարապետյանցի իրավապաշտպանը թույն տիպ է։ Ոչ, պրոամերիկյան, ոչ, կինա, ակտիվ, աշխուժա, դլիկ մարդ։ Քաղաքականության մեջ կին, ակտիվ եւ չգիտեմ աշխուժ, Չէ, եթե ինձ անձնականով է, եթե ինձ հարցնեն, ասեն իմ բան տենց սերը ում է կպնում, այդ էսեն դեպքն է, էլի, որ իմ սերը իրանց է կպնում, բայց ժողովուրդ մասնակցությունը շատ կարևոր է, շատ անկեղծ կարևոր է։ Այս այն դեպքը չի է, որ իմ մի ձենը բան չի փոխում, ու ռեալ փոխում է մի ձենը, ընկած դռնե դուր այդ մի ձենն են մուրում։ Նիկոլը չկարողացավ գա հասնի այն աստիճանի, որ մի 1000 ձենես կոմ 1000 ձենեն կոմ իր կյանքի վրա որևէ ազդեցություն չունենա։ Այս անգամ մենք ռեալ շանս ունենք ընտրությունով ինչ որ բան փոխելու։ Մի ձենը բանա փոխում։ Եթե ձեր կողքը կան մարդիկ, ովքեր հավես չկա, դե լավ, ո՞ւմա հետաքրքիր, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, պրոստը sense բռնեք, գրկեք, պաղպաղակ խոստացեք, շոկոլադ առեք, ես չգիտեմ, սուրճ հյուրասիրեք, տարեք ընտրության։ Էդ էլ է շատ կարևոր։ Մենակ եթեր նայելը չի, մենակ մեդիայի ազդեցությունը չի։ Մենք նաև մեր կողքին 1000 հոգու կարող ենք ընտրության տանել, կարող ենք ուղղորդել ում ընտրի։ Այդ շատ կարևոր։ Խնդրում եմ, եկեք բոլորս միասին այս անգամ ճիշտ ընտրություն անենք։ Ասեմ։ Մենք, ես եւ դու լինելու ենք ընդդիմություն, չէ՞, միշտ։ Միշտ։ Եթե նույնիսկ ցանկալի է, որ այս ընդդիմությունը հաղթի, մենք ոչ ենք դառնալու այդ իշխանությանը մաս։ Միանշանակ ոչ։ Նույն ձև քրֆելու ենք, նույն ձև քրֆելու ենք իրանց, այո, նույն ձև, որովհետև չի լինում կատարյալ իշխանություն,
Չի լինում անսխալական իշխանություն, բայց Բայց աղետալի այո, իշխանություն սա է։ հանցագործ իշխանություն է։ Մենք ուզում ենք որևէ իշխանություն կամ ընդդիմություն որևէ քաղաքական գործ չի, մարդու ուժի հնարավոր չի իդեալականացնել։ Հնարավոր չի, բայց մենք ուզում ենք ուղակի փրկվել հանցագործներից։ Եվ այսօր ամսի 7-ին դրա հնարավորությունը կա, իրականում կա հնարավորությունը։ Հիմա մենք կօգտվենք դրանից, թե չենք օգտվի, դա արդեն ինչ ասեմ։ Չէ, դա արդեն չի։ Պետք է օգտվենք, ասա, գնացեք ընտրության, Դե նա կամերային նայ այս ասա։ մի ժամա հետ ենք ասում։ Մի հատ էլ վերջում։ Ոնց որ Զառան ասաց։ Ոնց որ Զառան։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, հույսով եմ մյուս երկու շաբթի բարձր տրամադրությամբ, ասում եմ, չգիտեմ, բանտիկները հագած կգանք արդեն բոլորիս հաղթանակը ազդարարելու, հույսով եմ կհայտնվենք արդեն նոր իրականությունում, այո, որտեղ Հայաստանը կլինի մերը, իսկ թշնամին կլինի սահմանից այն կողմ, ոչ թե սահմանից այս կողմ։ Գնացեք ընտրության, մինչ մյուս երկու շաբթի, հաջողություն։ Հաջողություն, հաղթանակ բոլորիս։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական բացի։ Ոչ մի թիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյան տա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։